Հարց համար 22 Հայաստանի ներողություն Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի համար 1485 Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցազեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, համեցեք պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի գյուղատնտեսական տարում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախ նշեմ, որ ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունը, այլև կենտրոնական բանկը, գյուղապահովագրության հիմնադրամը եւ Հայաստանում գործունեություն ծավալող ապահովագրական ընկերությունների հետ ենք իհարկե աշխատանք իրականացրել, որովհետեւ մեծ հաշվով հողի վրա իրենք հենց պետք է իրականացնեն այդ ապահովագրությունը։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրում արդեն իսկ հայտնի է, սրա մասին խոսել ենք, առաջացել էին մի շարք խնդիրներ, որոնք կապված էին վնասաբերության բարձր մակարդակի, վերահապահովագրական կազմակերպության հայկական շուկայի ելքի եւ KfW կողմից համաֆինանսավորման հետ։ Եվ քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերահապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել եւ դուրս էր եկել հայկական շուկայից, ինչպես 24 թվականին, նախորդ տարի այնպես էլ 25 թվականին գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպես 24-ին էր իր վրա վերցրել, այնպես էլ այս տարի է իր վրա վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը։ Այն է, եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լրացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը, այսինքն եթե մինչև 200% եղավ, դա ապահովագրական ընկերությունները իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավել կառավարությունը կաջակցի արդեն ապահովագրական ընկերություններին։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսությունների, ոչ միայն ապահովագրական ընկերությունների, մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60%-ներ փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում, ընդ որում այդ դեպքում նույնիսկ KfW-ն նախկինում KfW-ն մասնաբաժին ուներ, այստեղ նորից կառավարությունը ամբողջովին այդ ծախսերը վերցնում է իր վրա։ Միաժամանակ նշենք, որ վերջին 2 տարում իրականացվող գործընթացները, սա շատ կարևոր է եւ ուզում եմ հատկանշականացնեմ, սրանք ժամանակավոր լուծումներ են եւ կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Ինչու եմ սա կարևորում, որովհետև եթե հիդրոօթերևութաբանական համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքներով չկարողանանք հասցնել համալրել, իսկ այս տարվա բյուջեում այդպիսի միջոցներ նախատեսված են այդ ուղղությամբ, ապա նորից կշարունակի համակարգի ռիսկայնությունը մնալ, որովհետև իրականում այդ գնահատումները հենց սարքերի միջոցով պետք է լինեն, ոչ թե գնահատողական դատողությունների միջոցով։ Այս պահին ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ingo-Armenian, Liga Insurance-ը, Silva Insurance-ը, աշխատանքներ ենք տարում, որպեսզի մյուս ընկերությունները եւս հնարավորության դեպքում մասնակցեն։ Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ապահովագրվող մշակաբույսերի կազմում, եթե նախորդ տարի ծիրանը եւ խաղողը չէինք ապահովագրում, ապա այս տարի կապահովագրենք, կլինեն մշակաբույսեր, որոնց համար բոլոր ռիսկերը հասանելի չեն լինի, մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի համար ցորեն, գարի, վարսակ հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը։ 25 թվականին կապահովագրվեն 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղց, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեղ, ցորեն, գարի, վարսակ 4 ռիսկերից՝ կանոնային սրտահարություն, երաշտ, կարոտահարություն եւ հրդեհ։ Հարկ եմ համարում նշել, որ ապահովագրական ընկերությունները ոլորտում արդեն ունեն ձևավորված փորձառություն, որից ելնելով մինչև ապահովագրության պայմանագիր կնքելը
առավել հետևողական կլինեն ապահովագրվող տարածքներում տեղազնության իրականացման գործընթացին եւ ապահովագրվող տարածքների ընտրությանը եւ ուզում եմ սա հատուկ նշել, սա ըստ էության ի օգուտ է մեր տնտեսվարողների, որովհետեւ մեր խնդիրների մի զգալի մասը առաջացել է հենց նման հարցերից, երբ ոչ բարեխիղճ տնտեսվարողների պատճառով ի վերջո բարեխիղճ տնտեսվարողները նաեւ տուժեցին եւ առաջին հերթին տուժեցին։ Թերևս այսքանը, պարոն վարչապետ, մնացածը հարցերի տեսքով կպատասխանեմ։ Շնորհակալ եմ, պարոն Պապայան, հարգելի գործընկերներ, մենք գյուղատնտեսության ապահովագրության համակարգը սկսեցինք ներդնել 2019 թվականից, եթե չեմ սխալվում, եւ 19-20 թվականին Մեկնարկել է 20-ից։ Շատ լավ։ Ու մեզ թվում էր, թե մենք ինստիտուցիոնալ կարևոր հարց ենք լուծել, եւ իրականում ըստ էության այդպես էլ կար, բայց շատ արագ ի հայտ եկավ խնդրեմ, որ վերապահովագրող ընկերություններ, այսինքն մեխանիզմը հետեւյալն է, որ տեղական ընկերությունները ապահովագրում են, ապահովագրական վճարներ են հավաքում մեր տեղի տնտեսվարողներից եւ իրենք էլ իրենց ռիսկերը օտարերկրյա որևէ կազմակերպության հետ ապահովագրություն են գնում իրենց հերթին նրանցից։ Եվ ստացվեց այնպես, որ եթե ես տերմինաբանությունը սխալ օգտագործեմ, խնդրում եմ ինձ ուղղել, որ վերաապահովագրող ընկերությունը որոշակի ռիսկեր էր տեսել կամ իր ծախսերի պլանավորած հատվածից չափից ավելի մեծ ծախսեր էր իրականացրել, այդ թվում որոշ անկանոնությունների ենթադրում ենք պատճառով, որովհետև այս թեման հետաքրքիր էր, ինչն է խնդրեմը, որովհետև թվում է թե աշխարհում կա ապահովագրական պրակտիկան եւ այդ ընթացքում հիշում եք, այս դահլիճում էլ քննարկել ենք, ինձ համար այդ թվում գյուղացիների հետ շփումներից շատ տարօրինակ փաստերի հայտ եկան, որ իմ մտքով չէր անցնի, որ այնուամենայնիվ այստեղ էլ մենք դուք էլ խոսեցիք, ակնարկեցիք ոչ բարեխիղճ տնտեսվարողների մասին, որ որոշակի չարաշահումներ չասեմ, բայց ինչ որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում, եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմը ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը։ Եվ երբ որ դուք խոսում եք ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, մենք այս ինստիտուցիոնալ բարեփոխում ասելով այս հատվածն էլ պիտի հասկանանք։ Տեսեք, մենք անընդհատ երբ որ սա իրականում գաղափարախոսական հարց է, որովհետև երբ որ գործիքը ստեղծվում է, մենք պետքա ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան, որ դա իրանց համար է։ Ու մենք այստեղ անընդհատ այդ խնդրեմը ունենում ենք, երբ որ մենք այսպես բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պատտել։ Այդ բարեփոխումը, որովհետև մի պարզ բանի պատճառով, որ ստացվում է, որ առնվազն մենք միտումներ կան, որ այդ բարեփոխումը ոչ թե օգտագործվում է զարգանալու համար, այլ այդ բարեփոխումը օգտագործվում է այս պահին ինչ որ մի հատ փոքր եւ կարճաժամկետ օգուտ ստանալու համար։ Եվ սա եւ երբ որ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է, որ երբ որ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջի գործը չլինի, որ այդ ճանապարհում մի հատ բան, այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք, օրինակ, այդ ասֆալտը քանդելով։ Կամ երբ որ ասենք միկրոձեռնարկատիրության համակարգը ներդրվում, առաջին միտքը չլինի, այս ինչ լավ բան է, եկեք ընկերությունը կիսենք 7 մասի, գնանք 7 հատ միկրոձեռնարկատիրական, սա իրականում խորը ֆունդամենտալ սոցիալ-հոգեբանական խնդրեմ է, եւ այստեղ էլ իմ եզրակացությունը միանշանակ է։ Քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես ինչ որ օտար մի մարմնի, որը այդ ես գնալով ավելի շատ եմ դրանում համոզվում, որ պետականության ռելիկտային մտածողությունը, որ ոնց որ մենք ժամանակին կայսրությունների ընկալումն ա եղել, մեր պետությանն էլ ենք տենց վերաբերվում, որ այս ինչ լավ է։ Հիմա
Հասկանում եք, մենք այսօր այո, ջանք ենք գործադրում, պետք է ասել հետեւյալը, որ հիմա մենք փորձում ենք ապահովագրական գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել։ Որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ process-ների։ Բարձում է տեղերկա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, գնում ապահովագրում են գնում ենք այդտեղ հատուկ այդտեղ որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ուսումնասիրած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք։ Ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության, բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետքա բան անենք, առնչվենք։ Մենակ այդ չի, մենք պետքա գնանք եւ մարդկանց հետ խոսենք։ Մենք այդ խնդիրները, որ դռնփակ նիստերում, դռնփակ ոչ թե գաղտնի, այլ աշխատանքային մեր process-ներում քննարկել ենք, ինչա տեղի ունեցել։ Պետքա գնանք մարդկանց պատմենք, որ իրենք իմանան ինչա տեղի ունենում։ Որ մի հարևանը մյուս հարևանին նկատելիս այդպիսի բան ասի մի արա, որովհետև դրանով դու իմ բանն էլ ես, իմ աշխատանքն էլ, իմ արդյունք, իմ զարգացումն էլ ես դնում հարվածի տակ։ Եվ սա շատ կարևոր հատված է։ Հա, այս տարի էլ մենք կգլորենք։ Անցած տարի մի կերպ գլորեցինք, այս տարի էլ կգլորենք, լավ է մյուս տարի էլ հնարավոր է գլորենք, բայց եթե այս միտումը չփոխվի, ասելու ենք վերջ։ Էլ չենք կարողանում անենք, որովհետև սա իմաստ չունի, որովհետև չի ծառայում իր նպատակին։ Եվ մենք այս տեղեկատվությունը պետք է մարդկանց հետ կիսենք։ Մենք ընդհանրապես ուսումնասիրեցինք որևէ ձևով այդ չարաշահումների դեպքերը, մոտիվացիաները։ Չնայած այդտեղ մենք ինստիտուցիոնալ լուծումներ ենք տալիս։ Արդեն այդ երբ որ պարոն Պապոյանը նշած սարքավորումները մենք ձեռք բերենք, արդեն մենք էլ թաքուն տեղերը կարկուտների կիմանանք եւ այդ պարագայում ապահովագրության վճարների չափը կամ կփոխվի կամ այնտեղ չի ապահովագրվի ընդհանրապես, որովհետեւ կասենք այդտեղ պետք է լինի հակակարկտային ցանց, վերջ, ուրիշ գործիք այդտեղ չկա։ Այսինքն ստեղ էլ մենք այդ լուծումները պետք է տանք, այդ դեպքում բան կանենք, մենք ունենք sense tenants ինտենսիվ գյուղատնտեսության ծրագիր, կասենք, որ մենք այդտեղ հակակարկտայինը չենք ապահովագրում, մենք սուբսիդավորում ենք, որ այդտեղ հակակարկտային ցանցեր լինեն, երբ որ հակակարկտային ցանցերով այգի բան կանի, կհիմնադրվի ցրտահարությունը կամ այն մյուս դեպքերը, որ ուրիշ դեպքեր ունենք, հրդեհը եւ այլն կապահովագրվի։ Այսինքն մեկը մենք չպետք է ապավինենք, որ մարդկանց կբացատրենք, իրանք է կհասկանան, իհարկե կլինեն, որ կհասկանան, բայց կլինեն, որ առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերի, բայց այդ ինստիտուցիոնալ լուծումներով մենք կգնանք այդպիսի բաներին, որը նաև մեզ այս համակարգը միջալոց ապահովագրական համակարգը մեզ կօգնի նաև, որ մենք իրականացնենք այն, ինչ որ վաղուց ուզում ենք իրականացնենք, բայց այդպես էլ չենք կարողանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Մասնավորապես գյուղատնտեսական հողերի վրա պետքա մենք պետությունը, կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը որոշակի նաև ավելի ակտիվ խորհրդատվություն ապահովի գյուղացիներին։ Ասի այս հողում խնդրում ենք խորհրդատրվում ցանել էս եւ էս պետքա կապել իմիջայլոց նաեւ ապահովագրական համակարգի հետ ասել որ այս կատեգորիաների հողում այս պայմաններում մենք ապահովագրում ենք միայն այս դեպքերը այդ որը մեր ապահովագրության համակարգը ավելի կզարգացնի, բայց այստեղ մեզ պետքա կարողությունները զարգացնել, այդ թվում նախարարության պետական կառավարման համակարգի եւ մեզ պետքա թվայնացում իրականացնել եւ մեզ պետքա այդ թվում թվային հարթակում մեր հողերի կատեգորիաները, իրենց մասին տվյալները լրացնել, որ เป զի համակարգը կայանա։ Իհարկե ես տենց ասացի, բայց մենք չպետք է տրամադրվենք այսպիսի բանի, որ 2 տարի կգլորենք, հետո էլ չենք գլորի, 2 տարի կգլորենք, այս ընթացքում էլ պետք է համակարգը ստեղծենք մաքսիմալ արդյունավետ։ Պարոն Թովմասյան, բանն եք ասելու համետ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, իրականում ձեր խոսքը կարելի է ասել այսպես, որ պետք է կատարել իրական միկրոռեգիոնալ միկրոշրջայնացում, որի մեջ պետք է ներառվեն տեղեկատվություն բնակլիմայական պայմանների եւ աշխարհագրական գոտեվորման եւ համապատասխանաբար ինտեգրված տեղեկատվությամբ մակնշել, թե որ
հատվածում ինչպիսի մշակաբույսեր պետք է աճեցվեն, որ բարձրություններում ինչպիսի դիմացկունության մշակաբույսեր պետք է աճեցվեն, եւ այս տարածական ինտեգրացիայի արդյունքում մենք ունենանք լայն հնարավորություն արդեն ապահովագրական ինստիտուտի ավելի ճշգրիտ կիրառման։ Եվ կրկին անգամ առաջարկությունը պետք է լինի, որ այս ուղղությամբ աշխատանքները մենք ակտիվացնենք տարածական տեղեկատվական ինտեգրման շրջանակում, որը կտա լայն հնարավորություն որոշումների ճշգրիտ կայացման համար։ Շնորհակալություն։ Այո, համաձայն եմ, բայց մեկը այդ ուղերձը քաղաքական պետքա տալ, որ Ժորժ ջան, այս համակարգը ձերն է, դա ուրիշինը չի։ Այդ համակարգը պետքա փայփայել, պետքա իրան խնայել, որովհետև ինչպես մենք մեր գույքին եւ ունեցվածքին ենք վերաբերվում, տենց էլ ապահովագրական համակարգին պետք է վերաբերվենք։ Դա գյուղացիներինն է, իրանց ռիսկը ապահովելու մասին։ Իհարկե, պարզ է, որ դա մյուս կողմից էլ բիզնես է։ Բայց եթե այդ բիզնեսը չլինի, ապահովագրությունը չի լինի, որովհետև պետքա փոխշահավետ ինչ-որ բալանս ձևավորվի եւ այդ բալանսի շուրջ մենք պետքա աշխատենք։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։